Իսկ նամքած երկու տարի մեր համար շատ է, որ կանք Հայաստանի համար ծառայել։ Ոչ թե որ չենք ուզում, ժամանակ չկա։ Այգին, ես լսում եմ, որ մենք մեր ջանքերը մեր հայրենիքի համար։ Այսինքն կարող է երկու անգամ լինի այսօրվա ծառայությունը, երկու տարի ծառայություն։ Եթե մենք մեր ջանքերը չկրկնապատկենք մեր հայրենիքի ապագայի համար, նրա պաշտպանության, մեր ժողովրդի անվտանգության համար, ապա մենք շատ դժվար կիրականացնենք, այն ինչ կարելի է։ Իրականում երկու տարին ամենաարդյունավետ տարիներն են երիտասարդ բանակ։ Նարեկ, լսում ես, երկու տարին, այն մինիմալ քանակությունն է ամենաարդյունավետ կերպով օգտագործելու ոչ միայն հենց բանակին ծառայելու, այլ նաև հետագայի համար անհրաժեշտության դեպքում հայրենիքի համար այսպես պատրաստի պաշտպաններ նախապատրաստելու համար, որովհետև բանակային ծառայությունը ոչ միայն հենց բանակի համար է, այլ նաև հետագայում հասարակության մեջ բանակի լավագույն արժեքները օգտագործելու համար է։ Յուրաքանչյուր ծառայող ավարտելով իր ծառայությունը նա զինվորագրում է նաև զորահավաքային ռեսուրսների մեջ պատրաստ բանակը լրա համալրելու և հայրենիքի պաշտպանությանը մասնակցելու համար։ Արցախյան գոյապայքարի ժամանակ ասենք, այնքան էլ լավ բան չի, որ պետք է ասեմ, մենք կորուսների, թերությունների մեծ մասը որ ունեցել ենք, նրանից է եղել, որ շատ ջոկատների, ստորաբաժանումների ազատամարտիկներ բանակում նորմալ չեն ծառայել, դրա համար լիարժեք պատրաստ չեն եղել։ Ի վերջո, բանակում ձեր բերած տղամարդկային և նաև կամային հատկանիշները, որոնք որ առաջին հերթին ֆիզիկական օգտվատության խնդիրներին են վերաբերում, յուրաքանչյուր անձնավորություն օգտագործում է հետագա իր ամբողջ կյանքում իր առջև ծառացած ցանկացած ոչնչով դիմագրավելու համար։ Դրա համար է, բանակ ուղղակելուց ծնողները ասում տղա գնա ծառայի տղամարդ դարձի և հետ վերադարձի։ Եթե ինչ-որ բան լսել եք, խնդրում եմ ասել։ Հստակս անեմ ազատ ասել։ Ուրեմն այսօր և զինկոմիսարիատներում, և դպրոցներում ուսումնասիրություններ են կատարում, այնուհետև Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հավաքակայանում գոյություն ունի հատուկ հանձնաժողով, որոնք որ ընտրում են և մեծամասնությամբ օգտագործելով այն մասնագիտությունը, այն գիտելիքները, որ յուրաքանչյուր քաղաքացի ձեռք է բերել իր քաղաքացիական իր կյանքում սովորելու ժամանակ։ Մասնավորապես մանավանդ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած կամ ովքեր որ ընդունվել են առաջին կամ երկրորդ կուրսից են վերակոչում, տվյալ մասնագիտությունը անպայման օգտագործվում է կրտսեր հրամանատարական կազմին, այսինքն սերժանտներ պատրաստելու և հատուկ տեխնիկական և այլ մասնագիտությունների մեջ օգտագործելու համար։ Մեծամասնություն չէ կարող ասել 100%, բայց 90-ից ավելի կա օգտագործվում։